Խաղաղություն բոլորիդ։ Աստծո խոսքի մեջ գրած է ամեն շունչ ունեցող թող փառք տա Աստծուն, ամեն։ Անցյալ կիրակի օրը, անցյալ շաբաթ, actually, շատ ծանր շաբաթ էր մեր համար։ Այդ մարգարեներն են եկել ու իրականից դժվար էր, մինչև այն որ ասում են ճամփու դրեցինք հոգնանք։ So hopefully շատերը եկաք ու օրհնվեցիք, որովհետև մեկ էլ գալու են մյուս տարի փետրվարին։ So ուզում եմ ասեմ, որ էստի վերջի անգամ էր։ Երևի տարին մի անգամ կանչենք, որովհետև մեր համար շատ դժվար է, մի քիչ արդեն հոգնում ենք տենց անընդհատ ծառայություն անելուց, բայց այս տարի էլի ունենք ծառայություններ, որ հետո կասենք ովքեր են գալու, բայց մի հոգու, որ ուզում ենք կանչենք, դա Terry McCallum-ն է, որ երևի տեսնենք ոնց ենք դասավորում, բայց լավ օրհնություն կլինի։ Okay, so այսօր ուզում եմ մի հատ ընդհանուր գանք հետ աղոթքին, որովհետև կիսատ մնաց, անընդհատ ռամերեսն եկավ, հետո պրոֆետներն եկան ու տենց չկարողացա վերջացնեմ։ So կուզեմ ոնց որ նորից հետ գնանք աղոթքի մասին խոսենք, որովհետև աղոթքը շատ կարևոր է։ Ես ձեզ օրինակներ կտամ, թե մարդիկ ոնց են աղոթքներ արել եւ ինչքան կարևոր է աղոթքը։ Հույսով եմ, որ բոլորդ էլ աղոթք եք անում, որովհետև ամենակարևոր բանը հոգեվոր կյանքի մեջ ոչ թե հավատալն է, այլ աղոթք անելն է։ Հավատալը դա ուղղակի կարաս հավատաս ու ոչ մի բան չանես։ Պողոսը կոնկրետ Փիլիպեցիներին ասում է, մենակ հավատքի չկանչես ձեզ, այլ չարչարանքների էլ։ So մենակ այն չի, որ հավատանք ու դրանով ոնց որ հաստատվենք։ So can you put the chart please about the prayer? So մի քանի նորից բաներ տամ ձեզ, դրանից հետո աղոթքի մասին, որ ուղղակի հիշեք, սրանք ես սովորել եմ իմ աղոթքներից մեջ, կոնկրետ ասեմ ձեզ, որ ես ինքս ռեգուլյար աղոթքներ եմ անում, ամիսը 3 շաբաթ, այն մի շաբաթն էլ ասենք կոնկրետ հանգստանում եմ, որովհետև որ ասում հանգստամ չի նկատում, չի նշանակում, որ ոչ ոք չեմ անում, այլ ուղղակի ավելի շատ ուրիշ բաներով եմ զբաղված ու դա էլ է կարևոր։ So հիմա Աստծո ժողովուրդ, ես կուզեմ մի հատ ստեղ ընդհանուր այս structure-ը ձեզ ներկայացնեմ, որ պետք է ձեզ իմանաք, հետո կանցնենք մի տեսակ ուրիշ անկյուններից էլ կխոսանք աղոթ։ Ծառը ոնց է, ծառը գիտեք ինչ է, տարբեր ճյուղեր ունի ու մեկը մեկ այդ հավասար չի, բայց ընդհանուր մի հատ գեղեցիկ պատկեր է տալիս, ասենք մարդիկ, որ ուզում են genealogy-ն տպեն իրանց բանի մեջ, ծառ են նկարում ու ծառի տերևների վրա գրում են այտենց հիմքը, ով է սկսել ու տենց ոնց է ճյուղավորվել։ So շատ ժամանակ ծառ օգտագործում են այդ ազգաբանության մեջ, տենց ասեմ ձեզ։ So ծառը ինքը իրանից անհավասար մի հատ structure-ը, բայց գեղեցիկ բան է տալիս, կարողանում ես հասկանալ, որովհետև տարբեր անկյուններով որ սկսում է փռվելը հետարքիր է։ Can you make that type of prayer first and then we'll go different location. Okay. So ուզում եմ սա հասկանաք Աստծո ժողովուրդ։ Եթե դուք նայեք այս chart-ին, ուրեմն 7 ձևով են աղոթքները սկսում։ Այսինքն հենց մտար աղոթքի, առաջինը որ օրենքն է աղոթքի, հիմա մի հատ ընդհանուր աղոթքից երկու բան ասեմ, նոր որ պատկերացնեք։ Աղոթքը դա ձեր ցանկությունը չի, որ ասենք դու ինչ ցանկանաս, էդ էլ աղոթք անես։ Նույնն էլ ասենք զրուցելն է, խոսալն է։ Օրինակ դու չես կարա ինչ մտքովդ անցնում է խոսաս։ Մարդիկ դա չեն ընդունի։ Ամեն մարդ դու պետքա միտքդ հավաքես ու ամեն մարդու հետ իր ձևով պետքա խոսես, որ չնեղվի, ասենք չհեռանա, կարողանաս էլի իր հետ յոլա գնաս, ճիշտ եմ ասում թե չէ։ Okay. So, երբ որ Աստված մեզ աղոթք ատվել, աղոթքը այդ ձև կոնցեպտ ունի։ Դու չես կարա որպես քո կարիքներիդ համար մի բան օգտագործես։ Այդ ձև Աստվածաշունչ չի սովորացնում։ Նորից այդ որ ասում են գնացեք աղոթք արեք, որ Աստված ձեզ օրհնի, այդ օրհնությունը մենք հասկանում ենք 3 բանի մեջ։ Առաջինը ֆինանս,
երկրորդը առողջություն եւ երրորդը ապահովություն, բայց Աստված էդի չի ասում, որ ունենանք, դրա համար չի ասում աղոտ կարեք։ Սա կաթոլիկ teaching-ա, որ տարիները իրանք բրթում են մարդկանց, որ այս 3 բանի մեջ դուք աղոտ կանեք։ Ես դրա համար շատերը եկեղեցիներ մենակ այդ են կարոզում։ Գնացեք 3 բան ուզեք Աստծուց։ Առողջություն ուզեք, փող ուզեք, մեկը ապահովություն ուզեք։ So, եթե դա իրականություն է, ուրեմն Աստվածաշնչը չի համընկնում։ Եկեք կարդանք Սաղմոս 103:15, ասում է մարդու կյանքը այդ դեպքում լինում է խոտի պես։ Տենց է ասում։ So, այդ 3 բանը, որ դուք ուղղակի ուզում եք, դա լինում է խոտի պես։ Խոտը ինքը իրանից ոչ մի բան չի ներկայացնում։ Ու եթե պոկես էլ տեղից, էլ տեղը չես կարող գտնես, հետաքրքիր է։ So Սաղմոս 103:15 եկեք իրար հետ նայենք։ Կարդա Աննա ջան։ Մարդու օրերը խոտի նման են, ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է։ Yeah. So խոտը դա քո այդ մարդու ընտրած կյանքն է, իսկ ծաղիկն էլ նայած ինչ փառքերի կհասնես։ Մարդու փառքը, Աստծո ժողովուրդ, միշտ լինում է, ասենք, այդ ինչի մեջ որ կա։ Օրինակի համար, ասենք, լավ ընտանիք ունենա, բոլոր երիտասարդներն ուզում են ամուսնանան, լավ բիզնես ունենաս, լավ շրջապատ ունենաս, լավ առողջ կյանք ունենաս, դա փառքի նման է։ Բայց Հակոբոսն ասում է, երբ որ քամին փչեց, ասում է այդ ծաղիկը, որ խորհուրդն է փառքի, ասում է կկոտրվի ու իր ուժը կկորցնի։ Դուք որ ծաղիկ եք առնում, գլուխը որ կոտրված ալու, ինչ եք անում, պահում եք, թափում եք, որովհետև գիտեք, էսա չորանալու է։ Մարդու կյանքը տենց է, so աղոթքը այնպես չի, որ դու գնաս այս 3 բանը անդադ աղոթ կանես ու ասես ինձ փող տուր, ինձ առողջություն տուր ու ինձ ապահովություն տուր։ Դրա համար Աստծո խոսքի մեջ Կորինթացիների մեջ ասում է, որ շատերը ասում է ուժ չունեն, քրիստոնյաների մասնախոսքը գնում, ուժ չունեն, զորավոր չեն, շատերն էլ ասում է մեռնում են։ Տես քրիստոնյաներն էլ են մեռնում։ Աստվածաշունչը Սաղմոսի մեջ ասում է չարն էլ է մեռնում, արդարն էլ է մեռնում։ Բայց այս արդարությունը ինչի վրա է հենված։ Ուղղակի որ հավատացել ես Աստծուն։ Դա ընդհանրապես արդարություն է համարվում։ Բայց ասում է այդ արդարն էլ է մեռնում։ So ինչ անում, Աստված պատժում է, չէ, ուղղակի դու այդ մարդը, որ աղոթքի մեջ աղոթքը չի հասկացել, կենտրոնում է հենց զուտ իմ երեխու սորտնի, ինձ սորտնի, բիզնեսը սորտնի։ Ու եթե նկատես, էդի տենցել 100 տարի գնալու է, ոչ դու ես սորտնվելու, ոչ երեխեդ, հա, յոլա կգնաս։ Բայց այդ կոնցեպտը չկա։ Ինչի համար աղոթքը Աստված տվե, որ այս 3-ը դու ունենաս, չէ։ Օրհնությունը, ապահովությունը եւ ընկերությունը դա աղոթքով չի գալիս։ Աստծո ժողովուրդ, դա գործով է գալիս։ Ասում է հարուստը ընկերներով շրջապատված կլինի։ Աղոթք չի պետք չի դու աղոթք կանես, դու ուղղակի պետք է այդ մարդը լինես, որ քո շուրջը մարդ հավաքվի։ Աղոթք պետք չի անելը։ Եթե դու հարուստ լինես, դու obviously լիք ընկերներ կունենաս։ Եթե հարուստ լինես, obviously դու կունենաս ուժ, ասում է հարուստի ուժը իր փողի մեջ է։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Ոյա, ես գիտեք ինչ հարուստների եմ հանդիպել, վստահ եմ դուք էլ եք հանդիպել։ So դու պետք չի աղոթք կանես, որ Աստված քեզ փող տա։ Դու ուղղակի պետք է ուղիղ աշխատացնես։ Այդ կներեք կոպիտ ասած այդ դիվան քշելու տեղը գնա մի բան արա։ So եթե դու ուզում ես շրջապատ ունենաս, դու պետք է լավ flexible եղնես։ Իսկ այսօրվա ամերիկացիք flexible չեն, հայերն էլ կոպիտ են, եսասեր են, կռվարար են, իրանց մասին մեծ կարծիք ունեն, դու տենց ընկեր չես հավաքի։ Դու պետք է flexible եղնես, պետք է կոպիտ ասած յոլա գնաս տարբեր մարդկանց հետ, բայց այսօր մենք չենք ուզում յոլա գնանք։ Մեր եկեղեցին, որ գալիս են օտարներ, անունով մարդիկ, ֆալորներ ունեն, ասում են, ես ինչ լավ թիմ ունեք։ Այդ թիմը հենց այնպես չի հավաքվել։ Այդ թիմը հավաքվել է իմ պատճառով, որովհետև ես սաղի հետ յոլա եմ գնում։ Իրանք է որ տեսնում են ես սաղի հետ յոլա, իրանք է ստիպված յոլա են գնում։ Էլի աղոթք պետք չի, common sense-ա պետք, կներեք քթածակա պետք։
Դու պետք չի գնաս աղոտ կնես, որ Աստված քեզ ուղեղ տա, մեկ է շփվես։ Այսօր եթե տենում ես մի մարդ մեծ գործի տերա, բայց հիմարի մեկն է, իր լեվելին իջի, որպեսզի կարողանաս օգտվես։ Աղոտ պետք չի։ Ապահովությունը, փողը, դրանք կապ չունեն աղոտքի հետ։ Աղոտքը մեզ ուրիշ տեղ է տանում։ Իսկ եթե դու տուպո ես, խելք չունես, մի քիչ ժամ դիր վրեդ, հաստատ կհասնես դրան, որտեվ արդեն հաստատվել է մասնագետների կողմից ցանկացած մարդ, եթե ամեն մի մասնակցության վրա 10,000 ժամ դնի, ինքը դառնում է տաղանդավոր։ Պետք չի պարտադիր տաղանդավոր ծվես։ Ուղղակի պետք է մի քիչ ժամ դնես քո վրա։ Էլի աղոտք պետք չի։ Այսօր բիզնես բացողները չեն աղոթում, որ բիզնես բացեն։ Միտքը գալիս է, ինֆորմացիան հավաքում են, տենում են կարան, չեն կարա, մարդ են ճարդում, պարտներ են ճարում, բիզնեսը դնում են, արանքից հետ ջարդվելով գործ են անում ու միտեղ են հասնում։ Հիմա հետս համաձայն ես, թե համաձայն չես, դա քո պրոբլեմն է։ Դրա համար շատերը ինչ են անում, ֆրանչայզ բիզնեսներ են բացում։ Լավ կողմերն ունի, վատ կողմերն ունի։ Ֆրանչայզի լավն է, որ դու պետք չի մարդման գաս, բայց պետք է իրաց լավ թվեր տաս։ Բայց էլի աշխատող է, էլի ինչ էլ պոկես, այդտեղից փող է։ Ամեն։ Մարդկա է սիրում, մարդկա սիրում է 0-ից, հայերը տենց են, գնում են Ամերիկայի ամենահիվանդ փչացած տունն առնում են ու սարքում են, ասում են սարքինգ, այն չի տապե թազար։ Մեր սաղ հայերը մենակ ես որ տուն է ուզում առնել, ասում են SCR, ասում առնեմ ինչ, դե հայատը կսարքես, տունը կքանդես, ով ժամ ունի այդքան, կամ չի կյանքից կեսը թափեմ այդ տան վրա, վերջում է կոզա ձևով չսարքեն։ Մի հատ անեկդոտ եմ պատում այդ շինարարների, մեխանիկների բանի վրա, հոֆելի չեն նեղվի ինձանից։ Մի հատ եղբայր կա ստենացած, ինքն էր պատմում, ասում է, ուրեմն մեխանիկների, շինարարների, body shop-ների այս տեսակ մարդկանց մասին ընդհանուր, որտեվ ես էլ այդ ֆիլդում եմ եղել, էլեկտրիկների եւ այլն։ Դժողքից զանգում են դրախտ, ասում են կամուրջ ենք ուզում գցենք դժողքից մինչև դրախտ։ Այդ սատանն ասում է հրեշտակին, ասում է կարաս տենաս ձեր մոտ ինչքան էլեկտրիկ, մեխանիկ, շինարար կա, հավաք իրար գլուխ, որ մենք ստեց սկսենք, դուք էլ այդտեղից։ Հրեշտակն ասում է հալա մի րոպե սպասես ա գամ։ Տենց հեռախոսը դնում է կողի, հետո գալի մի 100 տարի անցել է։ Հետո գալիս հրեշտակը վեկալում է հեռախոսն ասում է ալո, այս դևն ասում է այ ախպեր ինչ եղար, ասում ես 100 տարի քեզ եմ սպասում, այ ախպեր ասում ես 100 տարի ման եմ գալ, ոչ մեխանիկ կա ստեղ, ոչ էլեկտրիկ կա ստեղ, սաղ ձեր մոտ են։ Մի հատ թազա research են հայտնաբերել, կարաք տունը փորձեք, ուրեմն այդ խափելու վրա ձեռը սենց անում այդ տղեն, այ սենց, ու ասում է սուտ խոսա, ու այդ կողմից ձեռը սղում, հենց սուտ է խոսում, մարմինը կորցնում է ուժը, բայց որ ճշմարտություն է խոսում, ուժը մնում է տեղը, անգամս այդ էլ են հայտնաբերել, ինչի համար եմ ասում, որ սուտ խոսելը այդ մարդուն տանջում է, նեղացնում է, just a research that just recently done it, կարաք տունը կնոջդ հետ փորձեք, որ մեկը դեք շատ սուտ խոսում, որի ձեռը շատ իջավ սիրում ես, չի սիրում ինձ, կուզես իմ այդ երկար, չէ, հավանել էր ինձ սկզբից, no, հետի ասեցի, որ տանը փորձեք մարդուկին, տեսնեք աշխատում է, թե չէ։ Սա աղոտք ինչի համար է, աստուժոտ, եկեք մի հատ հասկանանք աղոտք ինչի համար է, որտև ես կուզեմ, որպեսզի դուք սովորեք աղոտք ինչի համար է, ես իմ աղոտները սկսել եմ կոնկրետ շատ չհամարվի, բայց այս շաբաթ, որ աղոտք անում, ասի Տեր ջան, յանի այս նստել եմ այստեղ մի հատ Թրամփի համար եմ աղոտք անում, Ամերիկայում յանի ինչքան ոչ Ամերիկան գիտեմ ինչով է զբաղված, ոչ գիտեմ Թրամփը ինչով է զբաղված, ոչ գիտեմ չեմ ճանաչում, ոչ Ամերիկային եմ ճանաչում, մենակ գիտեմ արդեն $5 trillion ֆրադ են արել։ Կռիստներին դեղ են տալի, որ տեսնեն կռիստները դիպրեսիայի մեջ են, թե չէ, $100 million։ Այդ տվեք մեզ, ես մեր այն որտեղ ապրում եմ լիքը կռիստներ կան, կբռնեի research կանե, շատ հեշտ է։ Point-ը սենա, որ հələ ես չգիտեմ, Ամերիկան որտեղ է, եկեղեցին որտեղ է։ Բայց Աստված մի հատ հետարքիր բան ասեց ինձ, որ ես այսքան ժամանակ մտքովս չեր անցել։ Ասեց,
Ես Ջան Հովանես Մկրտիչին ինչի համար է ուղարկել։ Ասի ուղարկել է, որ քո ճանապարհները պատրաստ է։ Ասես դե նույնն է դու արա։ Աղոթքիդ մեջ նույնն արա։ So դրա վրա մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, որ դուք հասկանաք։ Մի հատ եղբայր կա, ուրեմն 1800s երիտասարդ տղա սկսում է աղոթքներ անելը ու ինքը աղոթքի մեջ ես իր մասին երկու կարևոր բաներ կասեմ, որ շատ հրաշալի աղոթող ա եղել։ Բայց ինքը երիտասարդ է մահացել, Աստված իրան վերցրել է, քո մեջ մի հարցրան չի մար։ Աղոթք անողներ չի նշանակում, որ երկար պետք է ապրես։ Ուղղակի ինքը լավ անոթ ա եղել։ Ինքը ձյան վրա աղոթք անելու ժամանակ ձյան վրա, որ փախել են միտեղ աղոթք անելուց, այնց աղոթք կարը, որ քրդնել է։ Պատկերացրեք, ձյան վրա ոնց կքրդնես։ Քրդնել է։ Ես մարդ գիտեմ, իրան դուրս են արել զինվորական տեղուց, այդ տեղը որտեղ աղոթք արել, սաղ կողը ձյուն ա եղել, բայց այդ տարածքը ընդամենը կանաչոտ ա եղել ու չոր։ Մարդիկ Աստված այդ մարդուն provide ա արել, որպեսզի մարմինը չոչնչացվի։ Հա բայց սրանք ինչ էին աղոթք անում։ Այս տղեն ուրեմն աղոթք անելու ժամանակ որ գնացել է Հնդկաստան, այնտեղ գիտեք, այնտեղ ժողովուրդը մինչև փորձեցին բերեն Աստծուն, ահագին ժամ տևեց Հնդկաստան, Աֆրիկա մանավանդ։ So գյուղի այդ վիլեջերները, որ տեսնում են, այսպես տակարյուն երիտասարդ է, ընկնում են հետևից, ինքը փախնում է։ Որ փախնում է, գալիս է միտեղ ու գետնի վրա աղոթք անելու ժամանակ սրանք իմանում են տեղը։ Գալիս են որ սպանեն, տեսնում են մի հատ օծ, նայում է իրան, բայց ինքը չի տենում, ինքը աղոթքի մեջ է, ինքը կորել է աղոթքի մեջ։ Չի տենում որ թունավոր օծը երես իրան է նայում։ Սրանք այդ օծը գիտեն ինչա, վախենում են։ Ասում են, պետք է լուրջ մի հատ Աստծուց մեկնելի, որ այս օծը սրանք չի գծում, բայց երես այտենց բան կա Աստծո ժողովուրդ, որ դուք լուրջ մտնեք աղոթքի, կորցնում եք ձեր անձը։ Մովսեսն էլ այտենց որ դուրս եկավ սարից իջավ, երեսը փայլում էր, ինքը իր անձը կորցրել էր։ So աղոթքը այդ ձև էություն, դու քո անձդ էլ չես գտնում, դու սաղ Աստծո մեջ ես։ So վախեցել են ու այս տղեն աղոթք անելու ժամանակ Աստծուն ասել է 2 ժամ աղոթք անեմ, օրը մի հատ բան տուր ինձ, շունչ տուր ինձ, այսինքն հոգի փրկվի, օրը մի հատ։ So աղի ժամանակ աղոթք անում, մինչև այդ իր 2 ժամվա մեջ մի հատ հոգի փրկում է։ Մի հատ հոգի գալիս է Աստծուն։ Որ տեսնում է աշխատում է, ասում է 4 ժամ կաղոթք կանեմ, թող 2 հոգի։ Ամեն օր է, ամեն օր։ Այնպես չէ որ երբ ուզի։ Հələ տեսեք սրանք որտեղ են։ So այնքան անում որ օրը 8 ժամ աղոթք անում, որ օրը 4 հատ շունչ։ So իր աղոթքների մեջ 2451 հատ հոգի է փրկել։ Իր աղոթքներով։ Հələ նայեք ինչ աղոթք արել։ 2400, that's a lot of people։ Որտեվ երիտասարդ ժամանակ է մահացել, 27 ա եղել որ մահացել է։ Ես աղոթող մարդիկ գիտեմ, can I have John, the picture of John, I just told you the gentleman։ Այս մարդը 51-ում է մահացել, այս տղեն այնքան է գետնի վրա աղոթք արել, որ իր սիրտը relocate ա եղել։ Like, I mean, for me it's crazy. How can you remove the heart? Սիրտը relocate չի եղնում, եթե դուք անատոմիայից հասկանում եք, սիրտը մեծ մկան է, ամենամեծ մկանն է, ու լավ կպած է այդ տեղը, որ relocate է եղնի, ուրիշ տեղ գնա։ Դուք պատկերացրեք, ես ինչքան է աղոթքներ արել, որ move է եղել սիրտը տեղից։ Ու տենց ապրել են տարիներ։ These guys are crazy people in a prayer։ Ինչ են աղոթք արել շնչերի համար։ Աստված, երբ որ քեզ փրկում է, քո անտանելի կյանքից հետ։ Ինքն ուզում է որ դու էլ ուրիշին փրկես իր անտանելի կյանքից։ So մեր գործը երկու բանի մեջ է։ Մեր գործը հոգիներ փրկելն է եւ restore անելն է։ Բայց մենք չենք տենում էդի։ Մենք շատերս մենակ օգտագործում ենք աղոթքը մեր նպատակների համար։ Լավ է թե լավ չի։ Կարաս անես, բայց չի աշխատելու։ It's not going to work. You're just wasting your time. Ասма չլինի ձեր աստվածապաշտությունը զուր լինի։ Չլինի ասма ձեր աստվածապաշտությունը զուր լինի։ So մարդիկ կան Աստծո ժողովուրդ, որ իրանց կյանքը դրել են Աստծո համար։ Եվ նրանք են, ովքեր որ մեծ փոփոխություն են տվել։ Այդ են մարդիկ են, որ աղոթքի կյանք են ունեցել։ So հիմա քեզ հարցրել եմ, մի հատ գնա քեզ ստուգի, որ աղոթք ես անում, ինչ ես աղոթում։ Դու ինչ ես ուզում Աստծուց։
Այդ շատ կարևոր է։ Մի հատ եվրոպական շոու կա, չգիտեմ, շոու չի, it's a joke։ Այստեղ են փուճուր ավտով 100 տակ քշում է։ Պոլիսները կայնացնում են, ասում են, «Էս ի՞նչ խաբար է, խես արա քշում»։ Դու այմարտ ասում է, «Թերախոսը թողել եմ տունը ու փասվորդ չեմ դրել վրան»։ Ասում է, «Վայ, ոնց փասվորդ չես դրել»։ Ասում է, «Դե արի շուտ քեզ տանեն, քանի կնիկը չի վեկալ է մեջը նայել»։ So ամուսնություն it's a trouble։ You marry, you get in trouble։ Տղեն արակշմը փոլիսներն էլ իր օգնում են, որ գնա շուտ հեռախոս վեկալ, որ կինը չտեսնի տղամարդը ընչով ազբաղ։ But sadly it's true։ Sadly it's true։ Եթե դուք ձեր կյանքը նայեք, գալիս եք գործից հոգնած, առաջին ինչ եք անում։ Ձեր ամենալավ աղբորը վեկալում եք ու նստում եք իր վրա։ Ո՞վ է ձեր ամենալավ աղբերը։ Ձեր հեռախոսը։ Ձեր բարեկամն է, ձեր ազգականն է, քո ամենամոտիկն է։ Ձերդ վեկալեն կլացես, սուկ կանես։ Առաջ տատիները, պապիները quality ունեն, մոհետները նստում էր մի համով բան սովորում էր։ Իսկ հիմա նույն բանն է խոսում, որ դու գիտես։ Facebook, TikTok, Instagram, that's what այսօրվա տատիները սաղ դրա մեջ են։ There's no quality։ Բան չկա, ես այս ժամանակ, որ մեր գյուղը գնում եմ, այն պատերազմից առած պապիները նստած սա օրը խոսում են ինչ են արել, իսկ այս վրա տատիները ոչ մի բան չեն արել։ Եկան Ամերիկա սիրեցին առանձին ապրեն, թոշակներով, հենց մի քիչ մեծանում են, արդեն երեխեքի ստիպում են, որ գան իրանց հետ իրանց թեքերան։ That's a selfishness։ There's no quality։ There's no quality։ Նույնն է երիտասարդները։ There's no quality։ Who's your friend? Your friend is the phone։ It's very dangerous։ Very dangerous friend։ Դու մեծանում ես, ինքը նույնն է մնում։ Մի հատ տենց կինո կա Beautiful Mind։ Այստեղ են մեծացավ վերջում հասկացավ, որ սրանք չեն մեծանում։ Սրանք նույնն են։ Չխոր չեմ տա որ նայեք, մի քիչ այդքան էլ հաճելի կինո չի։ It's all about the mind of this man։ Դիվահարված է լինում։ Point-ը սենա որ բայց ի՞նչն է աղոթքի նպատակը ի՞նչ է։ Ինչի համար ենք աղոթք անում։ Ինչ է ուզում Աստված մեզանից։ Արդյոք Աստված ուզում է, որ մենք այս 3 բաների վրա կենտրոնանանք։ Փող, առողջություն, ապահովություն։ Absolutely not։ Եթե դու աղոթք ես անում, որ Աստված քեզ ապահովություն տա, դա ճիշտ աղոթք չի։ Դա ճիշտ աղոթք։ Դու պետք է հասկանաս Աստված ինչ է ուզում։ Լավ։ Եկեք մի հատ համար կարդանք։ Մատթեոս 16:25։ Actually Mark 4:1 Mark 4:1 all the way to 8 Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի մոտ։ Նրա շուրջը մեծ բազմություն հավաքվեց։ Դրա համար նա նավի մեջ նստեց, իսկ ոչ բազմությունը մնաց ցամաքում լճի մոտ։ Նրանց շատ բաներ էր ուսուցանում առակներով եւ ասում. Լսեք։ Ահա սերմացանը դուրս եկավ սերմ ցանելու։ Եվ սերմանելիս մի քանիսը ճանապարհ եզրին ընկան։ Երկինքի թռչունները եկան ու կերան So դրանք։ ուզում եմ մի հատ ստեղ մի բան ձեզ ասեմ, ինչ ենք սա կարդում։ Երբ որ դու ընդունում ես Հիսուս Քրիստոսին, բայց աղոթքդ ճիշտ չի, հələ նա ինչքան բան կկործանես։ Այս մարդիկ սա կործրել են։ Let's see։ Հավատացյալները տեսեք ինչա լինում հավատացյալների հետ։ Հիսուսը սովորացնում է. Հավատացյալներ, որը որ ընդունեցիք ինձ, եթե դուք աղոթքի կյանք չունեցաք, սկսվելու է սենց։ Առաջի բանը, որ դուք բոլոր հավատացյալներ, նրանք ովքեր որ եթե դու նոր ընդունել ես Հիսուսին, առաջի բանը, որ սատանան անելու է, այդ հավատքի փրկության գաղափարը քո մեջից հանելու է։ Դու կմնաս քրիստոնյա, բայց նպատակդ կլինի այս 3 բաների մեջ։ Ոնց անեմ, որ ամուսնանամ, ոնց անեմ, որ հարստանամ, ոնց անեմ, որ առողջ լինեմ։ Ասма սատանը կգա ու խոսքը մեջիցդ կհանի, սրտիցդ կհանի։ Կմնաս հավատացյալ, բայց բեյսդ ճիշտ չի, հիմքը սխալ է։
Դու պրծար, you're finished. You're done. You're dead. You're going to go to hell. Why? Որտեվ այս երեք բանի վրա դու պետք է անդադ կենտրոնանաս։ Let's see what's next part. Դուք երիտասարդներ լսեք, ականջներ բաց արեք ու շատ լսեք։ Դուք էլ մեր նման շակերտների պես քաշվելու եք։ Դուք էլ նույն ճանապարհը ամուսնանամ, գործ ունենամ։ Մի հատ գնացեք ձեր ծնողներին հարցրեք, որ աշխատում են դուրները գալիս, հա թե չէ։ Մի հատ գնա, որովհետև ուրիշ իրանք մեջք չունեն։ Աստված ձեզ չի օգնի, եթե ձեր նպատակը այս երեք բաների վրա է։ You're not going to be blessed. You're not going to be blessed. Աստծո աչքը ասում է նրա արդարի վրա է, բայց արդարը այն չի, որ դու հավատացել ես։ Արդարը նա է, որ Աստծո հետ քայլում է։ Աստծո հետ քայլում է։ Գիտեք, դժվար է իմ համար ամեն օր աղոթք անելը։ It's very difficult, especially in my age. Շատ դժվար է աղոթք անելը։ It's not easy. Ես ընտանիք ունեմ, կարիքներ ունեմ, հոգնած եմ, I'm exhausted. Ես մեկ-մեկ գնում աղոթք անելու չոփ եմ դնում աչքի, որ չքնեմ։ So կարող եմ աղոթք անեմ։ But I pray every day. Every day. You know how frustrating is that? Բայց Աստված ուզում է, որ ես աղոթք անեմ. He wants me to pray. Աստված ուզում է, որ դուք էլ աղոթք անեք։ Բայց անում ես։ Կարող ես այդ ձեռիդ ընկերոջը գրաղ դնես։ Այն ժամանակ ծխողները սենց էին մանգալի։ Պապիրոսը պտիլեր այդ երկու մատի արանքը։ Հիմա ձեռդենը սենց է։ Էդ էլ ձեր պապիրոսն է, սիգարետն է, ձեր դրագն է։ Երեխես ընկելա դրագի մեջ։ Սաղ աշխարհն է այսօր դրագի մեջ ընկել։ Հեռախոս դրագ է կոչվում։ Հեռախոս addiction է կոչվում։ It's worse than drug։ Երեխուդ հաց միտուր չի ուտի, սոված կնստի։ Հեռախոսը ձեռից վեկալ կսպանի քեզ։ Փորձի։ Ուղղակի մատ լավ սենց արա նոր կնա, որտեվ ջարդելու է քեզ։ Երեխու ձեռից հեռախոսը վեկալ, երեխա որ ասում եմ 16, բան, սկսեք 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 գնացիք մինչև 80 տարեկան մարդկանցից վեկալ հեռախոսները։ Գեկ կարդացել ես լիքը գործեր ունեմ։ Քանի անգամ ես մտել TikTok, քանի անգամ ես մտել Facebook, քանի անգամ ես գեմ խաղացել հեռախոսիդ մեջ։ Ես մարդ գիտեմ, ամիսը $400 գեմի փող ա տալի, բայց ասում եմ փող չունեմ։ So sad to see these people like that. $400 կտան խաղի, բայց նույն շորերի մեջ Ռամերեսը մի հատ բառը սովորացրեց, I'm trying to find out. It's called Julio. I don't know what that means, but մինչև այսօր զում հասկ, I think I'm getting it. Low life. Low life. Maybe we can xist them, but this is the true story. Մի հատ նկար եմ գտել ցույց տամ հետո, ցույց է տալի 1940 թիվ։ Ընտանիքով նստած աղոթք են անում։ 2025 նույն սեղանի վրա հեռախոսների վրա։ So bad. Իմ հեռախոսը գցած այնտեղ, ես որ եկա եկեղեցի այնտեղ է։ I don't use it. I don't need it. Ում գիտեմ, որ ինձ պետք է արդեն ստեղ է։ Իմ հարցերս լրիվ լուծել եմ։ Ինձ աշխարհը չի հետաքրքրում։ Եթե աշխարհին ես հետաքրքրում եմ, թող մտնեն ինձ նայեն։ Ինձ աշխարհը չի հետաքրքրում։ There's nothing there. It's all depressing. There's nothing good there. It's all depressing. Բայց երբ որ գնում եմ աղոթք անելու, ինձ Աստված ասում է, pray, prepare my way, pray. Այն օրը մեկ հետ խոսում ենք, ասում է, կուզեմ Հիսուս գա։ Ասի ես չէ։ Ասեց ինչի։ Ասի որտեվ քո բարեկամները դժոխք են գնալու, including your family members. Ասես նայեց ինձ, գլուխ կախկցեց։
Չեն գալի տանը անդամները։ Դու գնաս ինչ անես, selfish ես, բանտանիքի անդամները։ Ասի ես չէ, ընտանիքի անդամները։ Ես չասեցի մարդիկ, ասի քո ընտանիքի անդամ դժոխք են գնալու։ Աշկերտից նամեր երեսիս։ Խի ուզում ես դու գնաս ընտանիքի անդամները դժոխք գնալ, is that fair? Հա, կուզեմ Հիսուս գա, ով ասես չեմ ուզում գա։ Բայց կե Պողոսը չէր ուզում, որ Հիսուս գա։ Նա մեր վիճակները լավ չի։ So, let me just continue. Սերմ ցանողը սերմը ցանեց, սերմ ցանողը կլինեմ ես, կլինի դու, կլինես ինչ-որ մեկը, ինչ-որ մեկի հետ Աստծո խոսքը խոսում, բայց երբ որ այդ մարդը այդ սերմը վերցնում ու ընդամենը սարքում է 3 բանի վրա՝ փող, առողջություն եւ ապահովություն, ասում է սատանան գալիս է նայում է ճիշտ տեղ չի օգտագործում, այդ կարևորությունը վերցնում է։ Դու գիտես, ամեն մեկս պետք է պայքարենք, ասում է ջանք արեք, որպեսզի մտնեք։ Շատերը փորձեցին, բայց չգտան։ Շատերը փորձեցին մտնեն հավիտենական կյանք, չգտան։ Եկան ըստին եկեղեցի, քարոզը լսեցին, աղոթները լսեցին, բայց չկարեցան մտնել։ Դու պատմես դու էդի ես։ Ջանք չես անում, որ մտնես։ Մի հատ ստից հավատում ես ու բրծավես, բայց ջանք արեք։ Try your best to enter in. Are you trying your best? What are you offering God? Give me money? No. Junk arek. But junk անում ես. So, this is the first part. Սենց սատանան վերցրեց, look what happened. Next. Let's see the next. Մյուսը տեսնենք ինչ ա լինում. Ասում անկավ 4. And it came to pass, and he saw some fell by the way of the side. Ասում եւ սատանան եկավ եւ տարավ 5. Մյուսները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար։ Հողի խոր չլինելու պատճառով արագ բուսնեցին։ Մի գրուպ ժողովրդից մի քանիսը, որ ավելի հեռատես են, որոշեցին, որպեսզի արագ աճելու համար շփվեն եկեղեցու ժողովրդի հետ, գան օգնեն, սարքեն, դնեն, բայց այդ pressure-ին չդիմացան։ Եկեղեցու հովիվների հետ շփվելը շատ վտանգավոր է։ Դուք պետք է զգուշ լինեք, որտեղ այդ մարդը օրական 1000 նեղությունների մեջով անցնում ու կարող է այդ օրը ինքը տրամադրություն չունենա, քեզ բարև տա։ Will you able to handle him? Եղել է ժամանակ fake ծիծաղել եմ ձեր դեմքին. In me it's a fire. Մարդիկ որ գալիս են եկեղեցի expect են որ բոլորը ժպտան. We are in a war. Never finished. Դու կարող ես մարդը դու լես ընտանիքն մեջ մի հատ մեծ խնդրեմ է, երեխեթ ածարվել, մարդը ածարվել, կինը ածարվել, փողը պրծել, I don't know, you're sick, something happened, you are fired from work. Ու եկել ես պետք է ժպտասես ես ինչա եկեղեցի ես եկե։ This is not the place. Will you handle me? It's hard to handle me. Եթե դու քո խնդրեմ ես քո մամա տա ու պապա տա, քո քուրիկը տա, mine is a lot of stuff. Handling church pastor is not easy. Ու ես չեմ պատրաստ ժպտամ ձեր երեսին։ Էդի հելա չեմ սովոր, եւ պլաստիկ օպերացիա անեմ։ There's a lot of things happening. Right? So գալիս են հովիվ հետ շփվում են, եկեղեցու անդամները շփվում են, they get offended. Թողում գնում են, գիտեք ինչի է տենցելում, որովհետև արդեն հիմք սխալ է։ Արդեն քո հոգևոր կյանքը էլ փրկվելու մեջ այս երեք հիմքերի վրա։ Դրա համար դու շատ հեշտ փոխում ես ամեն ինչ։ Կգնամ ուրիշ եկեղեցի։ Արա հարցը եկեղեցին չի։ Դու որ ուզում ես Ամերիկայում կամ մոտավորապես 8000 հատ եկեղեցի, սա հերթով մտի։ Դու ուզում ես փրկվես թե չէ։ Դու որտեղ ուզում ես գնա։ Բայց դու էլի նույնն ես մտածելու։ Այս եկեղեցում արտություն կա։ Իսկ այդ արտությունը ինչի համար է։ Օծություն կա, իսկ այդ օծությունը որ օգտվես։ Մեկը ձեր դնի վրես, բժշկվեմ։ Մեկը ձեր դնի իր հարստությունը գա ինձ։ That's all you thinking. Այդ քան դες մտածում։ Ուրիշ բան չես մտածում։ That's what
The difference is. So, էդ էլ չի աշխատում։ Կարաս հովիվների հետ շփվես, եկեղեցու անդամների հետ շփվես, կարաս 1000 բան անես, մեկը զանգեց ինձ ասեց, «Օ, խնդիրներ մեջ եմ, գործես լավ չի, կարաս իմ համար աղոտ կանես»։ Այնքան լացեց հեռախոսի մեջ արդեն հոգնա։ Ասես սպասի զանգեմ մեկին թոք վրա աղոտ կանի։ Զանգեցի մեկին Մարգար էր։ Խոսած 45 րոպե խոսացին, մարդու զանգել եմ աշխարհի ծերը, լավություն եմ արել, որ այդ մարդը այդ անձնավորության հետ խոսա։ Վերջ ասեց, այդքան էլ ուժեղ չէր։ Վա։ Ինչը ուժեղ չէր, Դավլենին լավը չէր, Տրուբեն չէր բացվել։ Ինչը ուժեղ չէր, հոսանք 220 չէր, ինչը ուժեղ չէր, ես չեմ հասկանում, ինչ պետք է աներ այդ մարդը, քացով տար ճակատիդ, որ զգայ, որ ախ, ինչ պետք է աներ այդ մարդը, բայց այդքան էլ ուժեղ չէր, յա։ Մի գրուպ մի անգամ եկան ասենց են, «Էլ դու զորավոր չես», խի ասի, «Եփ ես զորավոր, որ 420 pound bench եմ, արի 420-ը մնացել է։ Այդ ինչ պետք է ես ուտեմ, որ 500 բրթեմ կամ 1000 բրթեմ, այդքանն է ուժս»։ Ասում դու էլ զորավոր չես, այդքանը կարամ անեմ։ Կամ այդ ինչ զորավոր չես։ You know why? Because they want money. They want health. Գլենդան մի հատ լավ բաներ ասում, սրանք ասում էր սատանայից չեն փախնում, սրանք սատանայի այդ ցավից են ուզում ազատվեն։ Մի հատ էլ ասեմ հլա պատկերացրած, ասում սրանք սատանայից չեն փախնում, քրիստոնյաներն են ասում, սրանք սատանայի դրած ցավից են փախնում։ Սատանայից չեն փախնում իրանք, էլ ուզում են խմեն, էլ ուզում են ֆրֆրան, էլ ուզում են իրանք էշությունները անեն, իրանք սատանայից սիրում են։ Ուղղակի որ սատանան մեկ-մեկ կծում է, այդ ցավն են ուզում բժշկվի, արագ էլի գնան կծվելու վիճակին։ Որ Գլենան ասեց, աշկերս չռվավ, ճիշտ է ասում։ Ասում է սրանք սատանայից չեն փախնում, սատանա այդ կծածից են բաներ, ուզում են դզվի, որ էլի հետ գնան։ That's very powerful by the way. Այդ էլ չաշխատեց։ Հիմա գնանք ուրիշ տեղ։ Next. Բայց երբ արեգակը ծագեց, տաքացավ, արմատ չունենալու պատճառով չորացան։ Սրանք արմատ չունեն, իսկ արմատը ո՞րն է։ Արմատը դու պետք է դնես Քրիստոսի վրա։ Իսկ արեգակն էլ հենց Աստծո տված օրենքն է։ Աստված գալիս է, մարդիկ քեզ նեղացրել են, քեզ ինչ ասես չեն ասել, քեզ սարքել են հիմար, ու դու գնացել ես որ ասես Տեր ջան հիմար է, իրանք են ասում, հոպ Սիրի իրանց։ Արեգակը հելելա։ Բայց կան ես ասած, ատո հիմարը իրանք են, ես իրանց տուրուրուրուրու ասած ասում, հոպ։ Բայց սիրես իրանց։ Իսկ եթե դու Աստծուն ճանաչես, Աստծո հետ քյալա չես տա։ Որտեւ Աստծո խոսքի մեջ գրած է Դավիթ ասում, «Երբ պետք է դու մարդավարի գաս հետս խոսած միշտ ինձանից թաքնվում ես»։ Դավիթը ասում է Աստծուն, «Երբ կարանք նստենք, խոսանք»։ Աստված ասում է, «Քո հետ ինչ խոսամ»։ Դու ոչ ականջ ունես, ոչ սիրտ ունես, ոչ էլ ենթարկ մեզից, գնա ոչ ուզում ես սարա, ես քո հետ կապ չունեմ։ Սա ցույց կտամ ձեզ համարներ։ God hides. Դու լավ է գիտես, որ պետք է թշնամուց սիրես։ Լավ է գիտես, որ այդ գլխից սարքել են։ Լավ է գիտեր, որ դա լինելու է։ Well, դե դիմացի։ Չեմ կարող. Oh, you have to. Next. There is a reason I'm saying all these people. I'm not just making these up. Go ahead. Next. Մեկ այլ մասը փշերի մեջ ընկավ։ Հիմա փշերի մեջ ընկան։ Փշերը բարձրացան ու խեղդեցին դրանց եւ պտուղ չտվեցին։ Հիմա Աստծո ժողովուրդ, 3 հետաքրքիր վիճակներ, երբ որ աղոթքի կյանքը նորմալ չի։ Համար 1 փորձում են Աստծուն օգտագործեն, որպեսզի իրանց գործերը լավանա, չաշխատեց։ Փորձեցին Աստծո մարդկանց հետ շփվեն, յանիմ թե օծվեն, օրտնվեն, չգիտեմ, իրանց ընչի տեղ դնեն, այդ էլ չաշխատվեց։ Հետո փորձեցին բիզնեսներ դնեն հավատքից դուրս, ասում է, որտեղ որ դուք հետո կարդաք, այնտեղ Հիսուսը բացատրում է իր աշակերտներին, տենց չհասկացան Հիսուս ինչի նկատի ուներ։ Փորձեցին բիզնեսներ դնեն, գործերները լավացնեն, էսյանինան, ասում է, էդ էլ խեղդվին վաբշե ընկան, մեջը ու կորան։
Բայց ասում եմ մի սորտ կար, որ ընկավ պարարտ հողի մեջ։ Ասրանց երկուսն էլ հատուկ մի բան չեն։ Մեկը ասում է 30 բերեց, մեկը 60 բերեց։ Էդ էլ unproductive էր։ Կիսատ պրատ քրիստոնյաներ եմ աններ դրե։ Մի օր կան, մի օր չկա, մի օր պատրաստում, մի օր չեն պատրաստում, մի օր ուզում են, մի օր չեն ուզում, բայց ամենաճիշտը 100%-ն էր, որ ես տեսա մնացած ավետարանների մեջ 100-ա նշում է։ 100, not 60, not 30. Էդ էլ չօգնեց։ Յանին որոշեցին, լավ, հոգևոր կապրենք, մի քիչ մեծ նեղություն կտանք, էսյան, էնյան, էդ էլ չաշխատեց։ Why? Որովհետև արդեն սատանան սերմը մեջիցդ հանելա, ինչ էլ անես, չի աշխատելու։ Why? Որովհետև քո նպատակը Քրիստոսի հետ ապրելը չի, քո նպատակը Քրիստոսին օգտագործելն է ստեղի համար։ That's not a prayer. You're wasting your time. Ես ես ասեցի, չէ՞ մի անգամ մի հատ կիներ զանգենց։ Գոռում ավերես, ոչ մեկը չի եկել ինձ դիմավոր ասեմ քուրիկ ջան դու ով ես։ Ես քո անունը չգիտեմ։ Ես ասում եմ մի հատ հովիվ չեկավ ինձ դիմավորի, բայց ես ինչ իմանամ դու ով ես, հիվանդանոցում ես, ինչա քո հետ եղե։ Դու ոչ եկեղեցի ես եկել, ոչ ինձ բարևել ես, ոչ դեմքդ գիտեմ, ասում եմ կապ չունի դու հով ես։ Հովիվ եմ ուրեմն պետք է իմանամ ով որտեղ է գնում։ Խո նուպագած ինչ եմ ես։ Հիշում ես տենա օդը որտեղ է։ Հիմա սենց եմ նա որ քրիստոնյան է որտեղ են գնամ հետևներից։ So սկսենք ստեղից Աստծո։ Let me have my chart now. Եթե աղոտ կանեք, այս տարբերակով, որ ես եմ իմ կյանքի մեջ սովորել, դու պետք չի աղոտ կանես քո ապահովության, քո փողի ու առողջության համար։ Where the spirit of the Lord is, there is a liberty. Որտեղ որ Աստծո հոգին կա, այդտեղ կա զորություն։ Ստեփան արի մի հատ։ Պատկերացրեք, ես հիվանդ եմ, ստկան այստեղ։ Ինքը Հիսուսն է։ Մի հատ պատկերացրեք, խնդրում եմ պատկերացրեք։ Ես հիվանդ եմ, մեռնում եմ, փող չունեմ, ընտանիքս կործանվում է, կինս ինձանից բաժանվում է, կամ չեմ կարող ամուսնանամ, կամ երեխես իրան խելոք չի պահում, կամ ես իմ ինչ։ Ամենավատ բաները պատկերացրեք ին վրա։ Այս մարդը Հիսուսն է։ Գրած է, երբ որ Աստծո հոգին այդտեղ կա, այսինքն դու պետք է աղոթքիդ մեջ գտնես իրան։ Կարողացար մոտիկանաս Քրիստոսին, այնքան է մոտիկանաս, բոլոր հարցերդ օտոմատիկլի կլուծվի, առանց խնդրելու։ Բայց պետք է իրա ուզածը անես։ So, երբ որ մարդիկ աղոթք են անում, ինձ տուր գործ, ինձ տուր ապահովություն, ինձ տուր բժշկություն, դու կյանքում Հիսուսին չես գտնի։ Դրա համար մնում են նույն բանի մեջ։ Բայց if քո ուղղությունդ լինի, ես ուզում եմ քո հետ շփվեմ, որ իմանամ դու ինչ ես ուզում ես անեմ, էլի ես պետք չի ասեմ իսկ կբժշկես, էլի ես պետք չի ասեմ դու ինձ փող կտաս, էլի ես պետք չի ասեմ դու ինձ կապահովես։ Ես շրջապատված եմ ընկերներով, ինձ Աստված օրհնում է եւ ես առողջ եմ։ I got those three without praying. Որտեվ Աստված գիտի այս մարմնին ինչա պետք։ Դուք ամեն ինչ ուտում եք, այնքան է ուտելիք եղնի, բայց Աստված չի թողա որ այս մարմինը դու abuse անես, քեզ կհանդիմանի, որտեվ դու իր հետ շփվելուց վախ կունենաս։ Ինքը քեզ կստիպի, որ դու նիհարես, ինքը քեզ կստիպի, որ դու առողջ ուտես, ու ինքը քեզ կվախացնի, որ դու վախենաս ու չմեռնես։ Ամենալավ ձևը գիտեք որն է, որ Աստված ծոմ քեզ կդնի ծոմի վրա, ծոմ պահի Աննայի համար։ Ուզես չուզես ծոմես, բայց սովս կնստես, մի օր կպայես, 2-3 օր, մեկը կտնես սաղ վրեջ չոտքի մարդեն սիմպատիշնի մարդ է զարը։ Բայց մարդիկ, որ anxiety մեջ են ընկնում, ուտում են։ Մարդիկ, երբ որ աղքատանում են, ուտում են։ Մարդիկ, երբ որ ընկնում են փորձություններ, ուտում են։ You know why? God will Շամբակը ամեն օր համբուրգեր էր ուտում, մինչև heart attack ստացավ, աղոթքեր անում, ասում էր Տեր ջան, ինձ բժշկի մեռնում եմ։
Աստված եկավ ասեց՝ մի անգամ է։ Դու այդ համբուրգերը դրել ես բերանդ, էլ չեմ քեզ բժշկելու։ Ասում է, «Էդ ու էդ»։ Թե ես համբուրգերին կտեն, ասում է, նկարը կպցրել է պատին, ասում է, «Ես ինչ լավն ես, բայց ես սալատ կուտեմ»։ See, even God will educate you ոնց ինչ անես, ինքը քեզ կասի, կստիպի, հնարավորություններ կտա, դու պետք չի աղոտ կանես, եղի իրա անոթը։ Եղի իրա անոթը։ Էդի նույնն է, ոնց որ աշխատես Ամերիկայի պրեզիդենտի համար ու քեզ provide չանեն։ Ամեն ինչ կտան քեզ։ Բոլոր սենատորները ունեն իրանց տրեյներները, հատուկ իրանց համար կան տրեյներներ, որ իրանց ամեն օր պարապացնում են։ Ամեն սենատոր ունի իր պարապող մարդը։ Սաղ ես եմ պարապած, իրանց առավոտ շուտ ստիպում են, որ առողջ մնան, երկիրը ճիշտ ղեկավարեն։ Իսկ դուք գիտեք, առողջ լինելը ուղղակի թարմություն է բերում։ Դիսցիպլինա է բերում։ Դրա համար մենք մեր երեխեքին տալիս ենք կարատեի, ոչ թե տալիս ենք PlayStation-ի։ Մեր երեխեքին տալիս ենք տարբեր բաների, ոչ թե մնացած հիմարությունների, որովհետև դրանք կարևոր են։ Սպորտը շատ է օգնում մարդուն։ Somebody agree. Thank you Jesus, right? So եթե դու գտնես Հիսուսին, ինքը դրանք provide կանի։ Ես ձեզ ասել եմ, չէ՞ մի օր չի ուզում գայի Կիրակի օրը։ Չի ուզում գայի քարոզայի։ True story։ Մի քիչ էլ լավ չէի, ասի լավ է, էսա տենամ ով կուզի քարոզի, թող քարոզի։ Աղոտ կարասի Տեր ջան, հիվանդ եմ, այսօր եկեղեցի չեմ գնալու։ Ասեց, միթե չկա մի բան, որ ես չանեմ։ Ասի վայ քո արա մոռացել էի։ Կարա Աստված բժշկի։ Կարա։ Դե հելի տենց գնա։ Մինչև հասա դրան մոտ, ցավս անցավ, բայց մինչև ստե գալը տանջվեց։ Ասում տես Տեր ջան, չես բժշկում, բարախի չես բժշկում, ասում հելա գնա հասի եկեղեցի, կա բժշկեմ էլի չգնաս։ Մի հատ հովիվ որոշում է, այդ օր եկեղեցի չգա, զանգում է իր ասիստենտ։ Հովին ասում է, լավ չեմ, ասում է, կարաս այսօր դու քարոզես չեմ գալի։ Ասում է, լավ պրոբլեմ, ասում մնա հանգստացի բան, հովիվ ջան, բա ինչ մի բան պետքա չէ, բայց գնա գոլֆ խաղալու։ So գոլֆի օրենքներ չգիտեմ, որ գոլֆի գնդակը խփում է, Աստված հրեշտակին ասում է, դեմա այդ գնդակը վեկալ, ասում է տարամենա հերու ծակի մեջ գցի, որը տենց մարդ չի կարում անի, չկա տենց պատմության մեջ։ Հետո հրեշտակը նայում է ասում, բայց խի սենց արիր որ, ասում է ոչ մեկը ոչ մեկի չի կարողանալու ասի, որտեղ արդեն խափել է, որ Պատմած խփել է, գնաց ասա, որ ասի կասեն հովը սուտասն, ասում է մեկը ոչ մեկին չի ասել, հանգիստ ռեկորդներ թող խփի։ Have a seat. All right, so ես ուզում եմ մի փոքր Աստվածաշնչից մի բան ձեզ սովորացնեմ։ Աղոթքը, Աստծո ժողովուրդ, ուզում եմ մի քիչ ուշադիր լսեք ինչ եմ ձեզ ասելու, okay? Պատրաստ եք։ Սատանայի աշխարհի մեջ, demonic world, ամեն մի թիվը անենց է սարքած, որ եթե այդ օրը, այս օրը թվերը ճիշտ բռնի, դու ընկնում ես այդ կատեգորիա, it's fact, it's true. There's a certain dates, if you're born, you're going to be a good actor, very powerful, influential man. Եթե certain թվերով ճիշտ մարդկա 28-ին ածավեր, 1, 3, 28, շատ մարդ ածավեր, լրիվ դերասաններ, բասկետբոլ խաղացողներ, famous մարդիկ են առել. Fact is true. Սաղ ճիշտ է։ So, ինձ թվում է հայերը կալենդարից դուրս են մնացել։ Մի հատ աղջիկ մեկին հարցնում, ասում է, հնդիկները թվերը ո՞նց են սարքել։ Ասում է, ես չեմ ուզում դրանով զբաղվեմ։ Brother, թվերը նույնն է, թե հնդիկների համար, թե հայերի համար, թե անգլերենի համար։ It's մեկը ուրիշ shape չունի։ Point-ը այն է, որ demonic աշխարհի մեջ սարքված ձևը տենց է։ Դու ոնց ես ծնվում, շատ կարևոր է։ Երբ որ դու ճիշտ աղոթք անես,
ամեն ճիշտ աղոթքը իր destination-ը ունի ու destiny ունի, destination ունի։ Այսինքն, եթե դու ճիշտ աղոթքի ձևը քո աղոթքը գտնես, եթե դու քո ճիշտ աղոթքը գտնես, you will be a destined person։ Աստված քեզ vision կտա ու քեզ հավիտյան կպա legacy կունենաս։ Եթե դու նայես Աբրահամի կյանքը, Իսահակի կյանքը, սրանք Աստված patriarchներ են կոչվում, բայց իրանք աղոթքի կյանք են ունեցել։ I'll prove it to you։ Դավիթը, let me show you, the man, I think Դավիթը որպես մարդ, Դավիթը, կանցնեք գիտեք Դավիթն ով է։ Դավիթը որպես մարդ, առաջի մարդն է, որ ես գիտեմ, որ ամենաերկարն է աղոթքարը։ Սաղմոսների մեջ ասում է ինքը օրական 7 անգամ աղոթքար է, that's a lot։ Հիմա ես համարը կտամ ձեզ, դուք նայեք Սաղմոս, I think 119-164, if I'm not mistaken։ Դավիթը միակ տղեն է, որ աղոթք արել այդքան երկար։ Let's see, where is it? So, մինչև Աննան էդի կարդալը, կուզեմ բացես երկրորդ օրինաց։ I don't know what happened to my papers, man. Yeah. Deuteronomy 30, մեկից պետք է կարդանք, հետո էդի կանենք։ Ուզում եմ նայեք, եթե դուք ճիշտ աղոթքանել իմանաք, Աստված ձեզ կհաստատի։ Go ahead. Deuteronomy 30 from 1. Go ahead. Verse 1. Երբ քեզ վրա հասնեն այս բոլոր բաները, թե օրհնությունը եւ թե անեծքը, որ դնում եմ քո առաջ, եւ դրանք մտաբերես այն բոլոր ազգերի մեջ, որ քո Տեր Աստվածը քշել է քեզ։ Եվ եթե դառնաս դեպի քո Տեր Աստվածը, դու եւ քո որդիները, ու հնազանդվես նրա խոսքին, քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով, ինչպես որ ես պատվիրեցի քեզ այսօր։ Ապա քո Տեր Աստվածն էլ քեզ կվերադարձնի գերությունից, քեզ կողորմի եւ դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ազգերի միջից, որ քո Տեր Աստվածը ցրել է քեզ։ Խոսքի մեջ գրած ասում է կապ չունի ինչքան Did you go all the way to 9? No. Go ahead. Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես։ See, եթե դու մինչև երկնքի ծայրն ես, I mean it's completely annihilated։ Սատանան քեզ տարելու կործանել է, քո ազգի տա կործանել, քեզ է կործանել, ծնողներիդ կապ չունի։ Տեսեք ինչ ասում, հետ կբերեմ քեզ։ Քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի եւ այնտեղից էլ կվերցնի քեզ։ Քո Տեր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը։ That's good։ Եվ դու կժառանգես այն։ Yeah. So կարևոր չի ինչքան կործանված վիճակ ունես դու, ինչքան այսօր բոլորը դե գիտեք, որ մի քանի բան կա աշխարհում, որ դեֆիցիտ է։ Առաջինը դա ամուսնանալն է։ I'm going to say something, okay? It's all right if you guys are able to handle it. Hopefully you guys are able to handle it. Դուք նկատել եք հարուստները միշտ հարուստների են տալիս։ Կարևոր չի ինչքան խելացի ես։ Հարուստները են ամուսնանում։ Եթե դու ապրես նորմալ կյանք ու ամուսնանաս մի մարդու հետ, որ աղքատ է, ինքը քեզ աղքատացնելու է։ He's going to drain you։ Կարևոր չի աղջիկը լավն է, թե տղեն է լավը։ Եթե դու աղքատ ես, he's going to make you poor։ Այն լավ ավտոն, որ քշում էր, պետք է ասի, ասենք թե տղեն է։ Դու քշում ես, օրինակ, լավ ավտո, ամուսնացել ես այս տղու հետ։ Տղեն փող չունի։ Ստիպված քեզ այնց է տանելու, որ կարողանա բալանսի բերի։ Eventually you're going to get bankrupt։ How many understand what I'm saying? I'm not saying don't marry. I'm saying she's the right person. He's the right person.
Լավն է, երկուսն էլ լավն են, իրար համապատասխան են, but financially you're going to struggle. Իսկ ֆինանսը, եթե սոր չունենաս, բերում է isolation, բերում է հիվանդություն, որովհետև unhealthy ես ուտում արդեն. It is, that's what's happening. So here ուզում ես ամուսնանաս, but սկսում ես destiny, դու basically սկսում ես կյանքիցդ հեռանալ։ Այն ինչ որ դու ուզում ես, that's it. Because այդ մարդը որ աղքատը he drain you. Drain անում քեզ։ Երբ որ ես ամուսնացա Ռիտա հետ, Ռիտան էլի ոչինչ, ես շատ աղքատ էի։ Ես իրան բերեցի full աղքատության։ Ինչ ունեի սաղ տան, որտեվ ես չէի produce չէի անում ես։ There was no production. I made her poor. Same thing you. So, look, արդեն կործանված վիճակ ա մոտդ, ու դու գիտես, որ ճիշտ չի։ The only way to bring it back, երբ որ ճիշտ աղոթքի ձևը գտնես քո համար, ամեն մարդ իր աղոթքի կյանքը պետք է ունենա, because you have a mission in God. So your destiny, քո destiny, it's not yours. It's the prayer who give you a destiny. Քո destiny սկսում է, երբ որ դու ճիշտ աղոթքի ձևը գտնում ես։ Քեզ restore կանի, կնոջ դեռ restore կանի, երեխեքի դեռ restore կանի. I understood this long time ago. Իսկ եթե չէ, դու կչարչարվես, բայց էլի բանկրապտ ես ալելու։ So լավ մարդու հետ ամուսնանալը, բայց աղքատությունը այդ մարդու քեզ կկործանի։ Հիմա չամուսնան, it's up to you. Աղքատությունը, it's the worstest thing you can give yourself a favor. Աղքատությունը շատ վատ բան է, ու դուք լավ գիտեք այդ ինչա շատերդ։ Այդ drain you քեզ նեղացնում է։ Միակ տեղը, որ կարաս հետ բերես ու ավելի էդի աղոթքի մեջ է։ That's what happened to me. So let me just give you something. David, I think it's 119, 164. 7 times the scripture says, can you find that? 7 times I praise you, O Lord, the scripture says. Find that for me. 7 times I praise you, the scripture says. 7 times. Okay, so I'm going to teach you something and then we're going to close it, okay? So this, աղոթքի մասին է Աստծո ժողովուրդ։ Yesaya 45, okay, that's right. 7 times a day do I praise thee because of thy righteousness, righteous judgment. Դավիթը միակ տղեն է, so far, որ ես գտել եմ, որ ամենա երկարն է աղոթքարը, ոչ թե Դանիելը։ Դանիելը 3 անգամ աղոթքար է. This guy 7 times. That's fascinating. Եղնես թակավոր ու 7 անգամ օրը աղոթքար, that's crazy good. Ետ դուք ոչ մեկը դե թակավոր չեք, ոչ էլ ունեք empires, ոչ էլ ունեք ձիեր, սեկրետարիներ ու սեկրետարներ, ոչ էլ ունեք են, yet you guys not praying. So sad, huh? This guy is a king. He had war. Դուք ստի շատ էսկի կենթանի չունեք, ինքը 19 երեխա ուներ։ Դուք հիմա ծիտ չունեք. Yet you guys still not praying. 7 times, that's pretty impressive. 7 times, that's good. Check me out, lava. 7 times, David prayed 7 times. He's the only guy that I know, he prayed more. Nobody ever prayed more than him. Daniel 3 times. All right, so I'm going to teach you and we're going to close it, okay? So, ինչ որ պետք է սովորացնեմ, destiny մասին է խոսքը գնում. It's your destiny, is your blessings. Let's go to Isaiah 45:15, just one scripture. No, actually, Psalms 89:46. Psalms 89:46.
How long, Lord? You hide yourself forever. How long, it says, you hide yourself. And then Isaiah talks about it. And then it says that God hide Աստված թաքցնում է իր երեսը. He hides himself. Շատ դժվար է Աստծուն գտնել Աստծո ժողովուրդ. It's not easy. Շատ դժվար է. Okay. Let's go to Book of Esther 1. The Book of Esther 1. Ընդհանրապես, եթե դուք կարդաք Ֆիլիպպիցիները ուրիշ գրքեր, Պողոսը շատ է օգտագործում ուրիշ ազգերի փիլիսոփաների օրինակները։ Օրինակ Greek mythology մեջ այնտեղ մի հատ մաս կա ասում է, որ Զուսն ասում, չէ որ ասում է մենք նույն կարգից ենք ծնվել։ Էդի Պողոսը վերցրել ու գրել Աստվածաշնչի մեջ։ Նույն սեմ տողերով, չէ որ ասում է մենք նույն տեղից ենք։ Զուսն է, դա ասե, Զևսը, չգիտեմ, ես ճիշտ եմ ասում թե չէ։ Հայերեն Զուսը, and Զևս, այնտեղ ինչ անուն ասես չկա։ So Պողոսը ինքը վերցնում էր ու ասենք հուների սրա նրա օրինակները միշտ մեզ ներկայացնում էր։ Կուզեմ ուղղակի հետո դուք կնայեք ու երևի շատ կօգնի ձեզ։ Okay, հիմա ուզում եմ մի հատ բան ձեզ սովորացնեմ Աստծո ժողովուրդ։ Պատրաստ եք? It's your destiny, okay? Let me see if I don't forget anything. All right. Just make sure I have everything. Okay. Հիմա ես կկարդամ, համել ձեզ կսովորացնեմ ու կասեմ այս պատմության առաջի 3 մասը ինչի մասն է խոսում։ Okay? Նորից աղոթքի հետ է կապված, բայց ես այնց արեցի, որ եթե ճիշտ աղոթք գտնեք ձեր համար, ուրեմն դուք կհաստատվեք Աստծո մեջ եւ այդ 3 բաները, որ ես նշում էի, կսկսի լինել ձեր կյանքի մեջ՝ ապահովություն, փող եւ առողջություն։ Դու պետք չի հիվանդ մեռնես, դու կարաս առողջ մեռնես, պարտադիր չի հիվանդանաս։ So let's go to the Book of Esther 1. Can I have well, I'll show you this later, the last part that I want to keep it. Okay. Հիմա եկեք կարդանք. Now it came to pass in the days of king, this is a Persian king. Ուզում ես հայերեն կարդա Աննա ջան, որ անգլերեն բան չանեմ։ Ասուերոսի, սա այն Ասուերոսն էր, որ թագավորում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա 127 գավառի վրա, այն օրերին, երբ Ասուերոս թագավորը նստած էր իր գահին, որ Շուշան մայրաքաղաքում է, իր թագավորության 3-րդ տարում, Մինչև 3-ը կարդա։ իր թագավորության 3-րդ տարում խնջույք արեց իր իշխաների եւ ծառաների համար։ Now մի անգամ էլ կարդա մեկից։ Քիչ ավելի པարզ որ լսվի գնացին։ It happened in the days of I can't say this guy name, it's so hard. It's like this I don't know why they have those names. Ahasuerus, I guess. I'm going to call king Ahasuerus. Go ahead. Ասուերոսի, սա այն Ասուերոսն էր, որ թագավորում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա 127 գավառի վրա։ Այն օրերին, երբ Ասուերոս թագավորը նստած էր իր գահին, որ Շուշան մայրաքաղաքում է, իր թագավորության 3-րդ տարում խնջույք արեց իր իշխանների եւ ծառաների համար։ All right. Հիմա let's go on. Եթե դուք ուշադիր նայեք Աստծո ժողովուրդ, I'm going to teach you something, all right? It happens. Let's go 1-1. Now it came to pass in the days of this guy, king, Ahasuerus. Մենք սրա մասին երկու բան ձեզ սովորացնեմ, հետո կգնանք Վաշտիի մասին խոսանք, հետո իր թագավորության մասին խոսանք։
Remember, it's your destiny, okay? It's all about your destiny. Այստեղեն ասма թակավոր եղավ. Let's go second, 1, 2. Երկրորդի մեջ ասма ինքը իր գահը ուներ եւ իր համար քաղաք սարքեց Շուշանը։ Սա միատ ուզում եմ պատկերացնեք, այս տղեն, այս թակավորը ինքը Պարսկաստանի թակավորն էր, ինքը իր համար գահ սարքեց եւ քաղաքը փոխեց, սարքեց Շուշան, որտեղից էր ինքը ստացել իր թակավորությունը։ Եթե դուք իր մասին սովորեք, ինքը թակավորությունը կռվով ու զորքով չի ստացել։ Ինքը առել է թակավորությունը, ինքը շատ հարուստ մարդ է եղել։ Ինքը փողով առել է, փողով շահել է։ Դե արդեն պարզ է, որ փողով շահել է, բայց ինչն է հետաքրքիր, որ բոլոր թագավորները իրանց առաջ Բաբելոնում էին նստում։ Բայց սա իր համար առանձին քաղաք սարքեց, որ կոչվում է Շուշան։ Ընդ չկարեցավ նստի։ Why? Որովհետև այդ տեղը պահված էր ուրիշ մեկի համար։ So, երբ որ Աստված ստեղծեց Աբրահամին, Աբրահամի խոստում տվեց, Աբրահամին տվեց գահ։ Այդ գահի վրա նստեց բոլոր Իսրայելի թագավորները։ Եվ ամենավերջում տվեց Սողոմոնին որպես իմաստուն։ Երբ որ Սողոմոնը մահացավ, Աստծո խոսքի մեջ գրած է, ասում է, թագավորը կանայք չունենա, լիքը կանայք չունենա, he violated that law։ Սողոմոնը 1000 կին որ ունեցել է, it was a violation of the law։ Աստծո խոսքը մեջ չէր կարող ամուսնանալ լիքը կանանց հետ։ I can show you that, but let me finish my story։ So երբ որ ինքը որոշեց 1000 հատ կնոջ հետ ամուսնանա, թեպետ 3 հատ երեխա ուներ, 1000 հատ կնոջից 3 թե 4 հատ երեխա ունեցել է։ That's nothing։ Հայրը 1942 10 հատ ունեն մի հատ կնոջից։ Այսի 1000 հատից 3 թե 4։ Ասում են 4 հատ, but it says 3, I don't know։ Let's say 4, it's fine, it's not bothering anybody։ So, Պարսկաստանի թագավորը իր համար գահ սարքեց եւ ուրիշ քաղաք գնաց։ That's good։ Բայց ինքը ինչի չկարողացավ այդ նույն գահի վրա նստի, որ պետքա նստվեր, որտեվ Սողոմոնի գահը, որտեղ որ ինքը նստում էր, այդ գահի վրա որ դու նստում ես, դու պատասխանատու ես այն անձին, որ ստեղծել է երկինքն ու երկիրը եւ տվել է այդ գահը որպես իր կողմից ambassador։ Այդ գահը Իսրայել ազգը կորցրեց։ Տվեցին Բաբելոնին, հետո ընկավ պարսիկների ձեռը, հետո ընկավ հույների ձեռը, հետո ընկավ իտալացիների ձեռը։ Այդ գահի վրա ով որ նստել է, they become empires. It's because of Solomon lost. Massive empires մենակ այսքանն են եղել, որտեվ ինքը գահը կորցրել էր։ It's somebody's destiny, ինչ որ մեկի destiny-ն էր, Իսրայելի destiny-ն էր, իրանք պետք է աճեին, շատանային ու լցնեին երկիրը, բայց մեղքի պատճառով Սողոմոնը կորցրեց, ազգը կործանվեց, ուրիշներն էին աճում զարգանում, որտեղ ով որ այդ գահի վրա նստում էր, they become massive empires. Massive empires. But Առաջինի մեջ, let's go to 1:1, it says it came to pass. Let me tell you. Now it came to pass. It came to pass. Նշանակում է it's time, ժամանակն է որ Աստված էդիտա այն մարդուն ով որ գտել է աղոթքի կյանքը. He's about to enter into that destiny. Why? Because I'm going to show you why. So it came to pass, չնշանակը որ ինչ որ մի հատ թագավորի պատմությունը Աստված ասում է, all right, okay, that's it. I'm done. Somebody decided to pray a right prayer. I'm going to give it back to him.
So այս թագավորը հարուստ թագավոր էր։ Ինքը վերցրեց իր գահը առանձին սարքեց, որտեվ հարուստ մարդ էր, ու գնաց Շուշան, չկարողացավ Բաբելոնի գահի մոտ, որտեվ էդի իր ինքը չէր ուզում empire եղներ։ Ինքը առել էր թագավորությունը։ Դա համար ուտող խմող տղա էր։ Ինքը շատ քեֆեր էր սիրում, քեֆ չի էր։ Pretty much I was going to say. Սա ամուսնացավ նույն ձևով, որ Սողոմոնը ամուսնացավ Վաշտիի հետ։ Իսկ Վաշտին ով էր։ Վաշտին Նաբուքադնեզարի ծոռն է։ Նաբուքադնեզարը թագավորի ծոռն է։ Իսկ ինչի իր հետ ամուսնացավ political reasons, որովհետև Նաբուքադնեզարը այնքան լավ թագավոր է եղել, որ իր legacy-ն մինչև հիմա պահվում է, ինքը ամուսնացավ, որովհետև ժողովուրդ հավատում է, որ Նաբուքադնեզարի թագավորությունը էլի prosper է լինելու։ Ինքը վեկալավ political reason-ի պատճառով ամուսնացավ Վաշտիի հետ։ Վաշտին ու Ahasuerus-ը քեֆչի էին։ I call club people. Բելը դանսինգը իրանցից այլ է։ Այս աղջիկը սիրում էր քեֆեր աներ։ Իրանք հատուկ օրեր ունեին, որ կանայք մի հատ գահ են դնում գլխին, տկլոր հելում պարում էին։ Like completely naked. True. So երբ որ թագավորն ասեց, հելի տկլոր արելի պար եւ նորություն չէր։ That was actually her idea. Այդ աղջիկա idea-ն էր։ Բայց Աստծո մեջ ասում now it came to pass and what? That's it, we're done. Ես ձերից վերցնում եմ ու տալիս եմ ճիշտ մարդու արդեն. It's time. So ինչի համար թագավորը չգնաց Բաբելոն, եթե ինքը Բաբելոնի մեջ մնար ու Բաբելոնի աթոռը ինքը ուրիշ նպատակներ կուներ, he will become mighty empire. It was a great empire, but not a mighty empire. But Nabucodonosor was a mighty empire, but not Persians, not Greeks, not Romans. They were great empires, not mighty empires. There's a big difference. Իրան երկրներ կան, որ they never touched it. Matter of fact, Բաբելոնացիք ավելի շատ օգուտ տվեցին աշխարհին, քան the rest of the empires. Բայց իրանք ում աթոռն են նստում Սողոմոնի. It was God made throne երկրի վրա. Շուշանը, երբ որ ինքը գնաց Շուշանում գահ դրեց, ով էր ապրում? Էստերն ու Մորդեխան. Look at how God works. He's changing as մարդու դեստանին փոխում է, տանում է Շուշան, աթոռը դնում, ասես թե թագավորի, որտեղ այնտեղ աղոթող մարդ ունեմ ես. They've been destined to be mighty people. Can you imagine? Իսկ ով էր Վաշտին? Թեպետ իրանք օգտվում էին, բայց Վաշտին ջհուդներին չէր սիրում. Ջայլ աղջիկին վերցնում, տկլորացնում էր ու նեղացնում ու սպանում էր։ Ոչ թե մենակ այդ Վաշտին եւ չէր թողում, որ տաճարը սարքվեր, ինքը հակառակ էր, ուզում էր իր հոր legacy-ն պահեր, որտեվ իրանք հակառակ են ջհուդների։ So հատուկ կեղտոտ աղջիկ էր ինքը։ Դրա համար Աստված իրան պատժեց։ Ինքը Jew hated person էր, Վաշտի։ Իրա մարդը չէ, իրա մարդը քեֆ չի էր։ Նրանք խմեին ու գնային։ This is what Vashti was. Ու երբ որ այդ օրը պետք է գար, որ Վաշտին փառավորվեր, ասում է ինակներից մեկը գնաց թագավորն ասեց, կնգատասա թողա տկլոր բարի, գիտեք ինչի, որտեղ շատ են ասում այդ կինիկը չաղեր էլ սիրուն չէր։ Եվ մարմինն էլ քոսոտել էր։ See, God is changing the destiny. He's about to give it to you. If you know the right prayer. Եթե դու ճիշտ աղոթք գիտես, այդ փառքը որ վատ մարդ կամ ձեռ կամ չգիտեմ ում ձեռնա, կամած Աստված կփոխի destination-ը ու բերի կտա ճիշտ մարդու։ Այս մարդը, այս պատմությունը կոնկրետ հիմված է մի քանի հիմքերի վրա։ Եթե դուք ուշադիր նայեք Հդաշան,
որ իր իսկականը դա է, ինքը աղոթող եւ ծոմ պահող մեկն էր, որտեւ երբ որ հարց եկավ իր առաջ, որ Իսրայելին փրկի, ինքը իր աղոթքի մեջ էդի հասկացել էր։ Ինքը իր անձը չփնտրեց, ինքը իր անձը չգտավ, ու այն ժամանակ գնայր մտներ թագավորի մոտ, էդի violation էր, կինը ձեն չուներ։ Ասում են Արիստոտելի մենթորը կին է եղել, չգիտեմ գիտեք թե չէ։ Երբ որ քրիստոնեությունը ավելի պոպուլար դառավ, կաթոլիկ եկեղեցին չէր սիրում, որ կինը dominate լինի, հանեցին կնոջ authority-ին ու մենակ տղուն բրդեցին, բայց ասում են Արիստոտելի մենթորը եղել է կինը, that's powerful. That's crazy good, man. They're one of the greatest philosopher and mighty man who trained Alexander Great and all that, and his mentor is a woman. That's very impressive. So կանեք մի քիչ աշկից բարձացան։ Մի քիչ։ Եթե շատ ասեմ լավ չի։ Կարևոր չի ինչքան ես դու կյանքդ թեռած է, որտեղ ես հասել։ Որտեղ ես մտել։ Եթե դու կարողանաս ճիշտ աղոթքը սովորես, Աստված քեզ կօրհնի։ Ու կբարձրացնի։ Ու կբարձրացնի։ Ու կբարձրացնի։ Ու կբարձրացնի։ Աստվածաշնչում այդ տեսակ աղոթող մարդիկ այլևս պետք չի մտածեն իրանց երեխաների մասին։ Պետք է մտածեն թորտների մասին։ Որտեղ երեխեքը գարանտի օրհնված են։ That's why you guys blessed. When your mom and dad understand the concept, and վաղ երեխեքը automatically օրհնվում, որտեղ քո երեխան է, դու չես ուսավ։ Աստված ասեց Սողոմոնին, Սողոմոն, boy, բախտդ բերեց հերդ հետս լավ էր, թե չէ ակաժներ հոլորելու է, բայց ոչինչ տղուտ կպատժեմ։ Սողոմոնը ասեց, ինչ ուզում ես տղուսարա, մեկը ես էլ իրան չեմ սիրում։ Բայց եթե դու հետաքրքրված չես դրախտ գնալու, եթե դու պետք չի քեզ դրախտը, իսկ դրախտ մտնել այդքան հեշտ չի։ Փրկությունը հեշտ է, կարաս հենց հիմա փրկվես ու էլ հետ դուրս գաս, բայց դրախտ մտնելն է դժվար, շատ դժվար է։ It's very hard. Why? Եթե Աստված քեզ կյանք հա տվի որ ապրես, ուրեմն պետք է դու ջանք անես որ մտնես։ Ուրեմն բաներ կարող է փոխվես։ Ինչի մեջ պետք է փոխես? I don't know. Քո կյանքդ Աստված, իմ առանձին է։ Right? Իմ առանձին է։ Իմ հետ դու չես կա, ես քո կյանքը իմ հետ համատեմ։ I can't, I don't know։ Ես կարամ տամ այն ինչ որ Աստված ուզում։ So հիմա քեզ պետք է հարց տաս։ Ինչն է քեզ շատ կարևոր, այս կյանքը թե հավիտենական կյանքը։ Դու իսկապես ուզում ես Հիսուսի հետ միանաս։ Թե ուզում ես երեխեքիդ օրհնես, դու էլ խոտի պես կորես ու գնաս։ Հիշեք երիտասարդներ, ձեզ նկարեք, որտեղ վաղը իմ նման գեշնանալու եք։ Thank God, այս բանն է չունեմ։ That's the one thing I hate. I call turtle neck. Հայերը չունեն։ Նույնք ամերիկացիք ունեն, ինչոստե կախան։ Imagine. Turkey neck. You're good, Henry. Կանգնենք ոտքի Աստծոյ։ Կշարունակենք, չեմ վերջացել, կշարունակենք, ուղղակի ձեր սրտերն է պատրաստում, որպեսզի կարողանամ օգնեմ մի քիչ մտնեք, սոք լավ կլինի, որպեսզի իմ ասածների վրա մտածեք Աստծոյ։ Հիսուս ջան, փառք ու պատիվ քեզ, օրհնես քո ժողովրդին, օրհնես նրանց, որ նայում են ինձ, քո սուրբ անունդ փառավորվի։ Միշտ եւ հավիտյանս երկնավոր հայրեմ, քեզ փառք ենք տալու պատիվ։ Հիսուսյանով եւ Աստծո սուրբերն ասեն ամեն։ Արայ Աստծո ժողովուրդ, այսօր վերջացրինք, չմոռանաք օրհնեք Աստծուն։ Աստծո խոսքի մեջ գրած է, որ գալիս եք Տիրոջ տուն, դատարկ ձեռքով չգաք,